7 տարի է, որ իշխանության են գործող թիմը այս քանակի շինարարությունը եւ ոչ պատշաճ վարչարարությունը շատ ուղիղ ներազդում է եւ փչացնում է թե մեր էկոլոգիան, թե մեր բոլորի այս վիճակը։ Ես հասկանում եմ, որ կլիմայական գոտով մենք մեր ծարևադարձային գոտի ենք, փոշին Եվրոպայից շատ է, ինվերսիա կա, տաքս, ռոդ կպնում են, մի քանի ամիս խոնավության խտացում է լինում։ Բայց դուք գոնե ընդունում եք, որ հենց ձեր շենքի, ձեր գոլեգաների արած աշխատանքի արդյունքում Երևան քաղաքը, բացի այդ բնական օբյեկտիվ պատճառներից, ստանում է հսկայական քանակի փոշի եւ նաեւ չի արվում որևէ ռեալ, խիստ, իսկական վարչարություն եւ վերահսկողություն, որ չտուժեն մեր բոլորի ընտանիքները, մեր բոլորի առողջությունը։ Եվ եթե փոշին շինարարական իր տեսակով այլ գազերից մի քիչ ավելի քիչ վտանգավոր է, միևնույն է փաստ է։ European Correspondent կա, հետազոտական ժուրնալ է Եվրոպայում, Երևանն է ճանաչել է Եվրոպա, եկել է 24 թվին հետազոտություն արել, ասել է 365 օրվանից 314 օրը Երևանում փոշու քանակը օդում նպաստում է քաղցկեղային հիվանդությունների։ Այդ դրա շուրջ է պետք աշխատել, քանի է շինարարությունը սենց արվում է անվերջ, ու քանի տուգանում են ըստ ճաշակի, չգիտեմ, ով որ անուշ ախպեր է շինթույլտվությունը հենց հավեսով աստացե իրան չեն տուգանում, ով որ տես մանր մունր քյասիբ մի հատ փոքր շենք է, այդ մարկացետում խեղդում են։ Քանի այդ աշխատելա ոչ նա, ինչ նախագիծ ուզում եք բերեք, ինչ միջազգային սիրուն բարեր ուզում եք բերեք, Երևանի օդը մնալու է կեղտոտ, մենք էս աղս վտանգված ենք լինելու։